Հետևաբար, ով լեզուներ է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել։ Եթե աղոթում եմ լեզվախոսությամբ, իմ հոգին է աղոթում, մինչդեռ միտքս մնում է անպտուղ։ Ուրեմն ինչ անել։ Կաղոթեմ և հոգով, կաղոթեմ և մտքով, սաղմոս կասեմ և հոգով, սաղմոս կասեմ և մտքով։ Այլապես եթե հոգով օրհնաբանես, նա, ով անտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանն ինչպես կասի ամեն, որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։ Դու կարող ես լավ գոհաբանություն մատուցել, բայց ընկերդ չի ամրանա։ Փառք Աստծու, ձեր բոլորից ավելի շատ լեզուներ եմ խոսում, բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ 5 խոսք ասել բանականությամբ, քան անթիվ անհամար խոսքեր լեզվախոսությամբ։